Մեծ Եղեռնի 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումները Կապանում մեկնարկեցին ծաղկադրմամբ։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Վաղաբուրջի հուշահամալիրում ծաղիկներ խոնարհեցին մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչները, ինչպես նաև Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսը, երկրապահ կամավորականները, ուժային կառույցների անդամներ, բազում կապանցիներ։ Սյունյաց թեմի հոգևոր հայրերի մասնակցությամբ կատարվեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ։ Որ կատարեցան ընթացս մեզի ցեղասպանության հայոց համիթյանն 1915-ին, որոց այսօր է իշատակ։ Սա մեր ժողովրդի ամենածանր ու ողբերգական օրերից մեկն է։ Մենք բոլորս այսօր եկել ենք խոնարհվելու 1.5 միլիոն հայերի, ում 1915 թվականին ցեղասպանության ենթարկվեցին, սա պատմության մեջ ամենադաժան ու ծանր ողբերգություններից մեկն է եղել։ Մենք չենք մոռացել ու երբեք չենք մոռանա, ինչպես Սևակ այդ նշանավոր բառերը, ով մոռանա, թող զույգ աչքերով քորանա։ Այսօր մեր խոնարհումն ենք անում, անմեղ զոհերի հիշատակին։ Օրվան նվիրված միջոցառումների ցանկում ընդգրկված էր նաև զոհերի հիշատակի օրվա ձևավորման զարգացումների մեր օրերի իրադրության մասին բանավեճ քննարկում։ Բանախոսությամբ հանդես եկավ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Հարություն Մարությանը։ Կատարվել է հանցագործություն, համաշխարհային մակարդակի հանցագործություն, որը որ ներում չունի։ Եվ դա միշտ պետք է հիշել եւ դատապարտել եւ մտածել, թե ինչ պետք է անել, որպեսզի այդ հիշողությունը չխամրի։ Պետք է հիշել մինչև որ հասնենք պատմական արդարության եւ պատմական ճշմարտության։ Ցեղասպանագետ, ազգագրագետ, պատմական գիտությունների դոկտորը Կապան էր ժամանել համայնքապետարանի նախաձեռնությամբ։ Համայնքի ղեկավարի տեղակալ Գորթ Թադևոսյանի խոսքով օրվա խորհուրդը պետք է գիտակցել եւ անպայմանորեն փոխանցել սերունդներին։ Մենք դիմել էինք Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտին, նրանց հետ համատեղ այստեղ քննարկում կազմակերպելու համար եւ առաջարկեցին Հարություն Մարությանի բանախոսությունը Կապանում կազմակերպել։ Ես կարծում եմ, որ սա շատ կարևոր է, որպեսզի մենք հիշենք եւ այդ հիշողությունները եւ փաստերը այդ ոճրագործության փոխանցենք մեր սերունդներին եւ երիտասարդներին։ Օրվան նվիրված թեմատիկ միջոցառումներ անցկացվեցին նաև Կապանի ակումբագրադարանային միավորման գրադարաններում, իսկ երեկոյան Սյունիք կինոթատրոնում ցուցադրվեց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը։